Շնորհակալություն Հայկ Դեմոյան։ Տեքստն իհարկե նորից մի փոքր խմբագրական աշխատանք մենք կանենք միասին, որպեսզի ստանանք ավելի կոր սրբագրված տեքստ։ Կարող է թե պետք է։ Ես գտնում եմ, որ պետք է մեր ստորագրություններով այս հայտարարությունը վերաձևավորվի, ձևակերպի որպես հայտարարություն կատարված պետական ծանր հանցագործության մասին։ Ես առաջարկում եմ, որ պետական ծանր հանցագործություն ձևակերպումը որպես համարժեք բնութագրված հանցագործություններին ներմուծվի տեքստի մեջ, սա առաջարկի ձևով։ Ուրեմն ես գտնում եմ, որ այս կանոնից եթե մենք ստորագրություն ենք դնում նման բովանդակությամբ հայտարարության, դա տրամաբանորեն ինքը ենթադրում է, որ սա հայտարարություն պետք է լինի հանցագործության մասին, որտեղ այդ հարցը հաղորդում, որտեղ այդ հարցը մեզ տալու են։ Մեզ տալու են գրառումների ձևով, փողոցում, հարցազրույցներից հետո, իսկ հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Իսկ այստեղ տրամաբանությունը շատ պարզ է, որ դա պետք է ձևակերպվի։ Ինչու է սա կարևոր։ Նիկոլի դարաշրջանից, ժամանակաշրջանից հետո պետք է Հայաստանը անցնի, խնդրում եմ այդ բառը ուշադիր ընդունեք, ֆիլտրացիոն փուլ։ Սա պարտադիր է, եթե մենք ուզում ենք առողջ ժողովրդավարական, սահմանադրական պետություն ունենանք։ Սա ֆաշիզմիկ հարստություն չի։ Եթե մենք նույն ճահիճը էլի մտնելու հավանականություն ունենք, ուրեմն կունենանք այն դեպքում, եթե չանցնի դաժան կոշտ ֆիլտրացիոն փուլ։ Ֆիլտրացիայով պետք է անցնեն առաջին հերթին իրավապահ համակարգը։ Այդ է ականը պետականության տակ դրված է իրենց ձեռքերով։ Սրա նպատակը հաղորդում տալու նաև ապագա ֆիլտրացիոն քաղաքականության սկզբունքները ճշգրտելն է, ով ինչպիսի վերաբերմունք կեցվածք ունեցավ այս հարցի հետ կապված, մյուս հարցի հետ կապված, բացահայտ հանցագործությունները կոծկելու, հանցագործություններին խրախուսելու, հանցագործությունները պարտակելու առումով։ Դրա համար եկեք շրջանառության մեջ դնենք, որ այս հայտարարությունը, որ հիմա մենք պետք է ստորագրենք, դիտվի որպես հաղորդում եւ ապագա ֆիլտրացիոն աշխատանքների համար որպես հիմք։ Տեխնիկական մյուս հարցերը, պարոն Հայրիկյան, այն ինչ որ կա պատմական փաստ, ես սիրում եմ պատմական փաստաթղթերը, հայտարարությունները 1 թե 7, մենք կարող ենք խնդիրը լուծել շատ պարզ ձևով, հավելված դնել։ Հայտարարության տեքստը չփոխել, բայց այդ քանիսը որպեսզի հետագայում մեզ չասեն փաստ չկա եւ այլն, հավելվածի տեսքով որպես փաստ, անհերքելի փաստ, դա կգցենք ուղղակի այս փաստաթղթին եւ մի կարևոր հանգամանք եւս սա լրջագույն փաստաթուղթ եմ ես համարում, պարոն Հարիկյան, նաեւ շնորհակալություն, որ սա բերեցիք նաեւ այս ձևաչափի մեջ, բայց սրան պետք են աջակցող այլ հայտարարություններ եւս։ Չենք կարող, ինչքան որ սա ծանրագույնը դիտվի, դրան զուգահեռ հարակից պետք է մենք հարցեր քննարկենք նաեւ։ Զոր օրինակ, իշխանությունները այս տարեսկզբին հայտարարություններով հանդես եկան, որով փաստացի ժխտում են հայոց ցեղասպանության պատմական փաստը։ Իշխանությունները հանդես եկան ինքնախոստովանանքի եւ հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ ծանրագույն հանցագործություններ կատարելու 3 դրվագով։ Դա փաստեր են, որոնք պետք է մենք անդրադառնանք։ Դա իմ խնդիրը չի, իմ անձնական խնդիրը չի, ասենք հուշահամալիրը պաշտպանել, հայոց ցեղասպանության ժխտման դեմ ընդդիմանալ։ Սա համազգային, համահայկական հիմնախնդիր է, որը պետք է գա սրան զուգահեռ։ Եթե մենք զուգահեռ այլ խնդիրներ չանենք, սա կթուլացնենք ինչ որտեղ եւ կփորձեն նաեւ կենտրոնալ սա չեզոքացնելու վրա։ Շնորհակալություն։